Բաղձալի մրցանակը հասավ Թրամփին, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն իր խաղաղության Նոբելյան մրցանակը նվիրել է Միացյալ Նահանգների նախագահին։ Հարցին ինչու մրցանակը հանձնեցիք Թրամփին, նա պատասխանել է, որովհետև նա արժանի է դրան։ Սպիտակ տանը Միացյալ Նահանգների, Դանիայի եւ Գրենլանդիայի պաշտոնյաների հանդիպումից ժամեր անց եվրոպական երկրները սկսել են իրենց զինվորներին ուղարկել Գրենլանդիա։ Պաշտոնյաները չէին կարողացել փոխել Սպիտակ տան դիրքորոշումը հանքանյութերով հարուստ արկտիկական կղզու շուրջ։ ՆԱՏՕ-ի զինվորների ներկայությունն, ինչպես սպասվում է, այսօրվանից եւ առաջիկա օրերին ավելի մեծ կլինի Գրենլանդիայում, հայտարարել է կղզու փոխվարչապետ Նյուտ Էգիտը, հավելելով, որ նրանք կանցկացնեն վարժանքներ։ Գրենլանդիայի արտգործնախարար Վիվիան Մոցֆելտն էլ հուզվել է ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ։ Մենք անում ենք հնարավորը, բայց վերջին օրերը շատ ծանր են, ես շատ հուզված եմ, ասել է նա։ Ավելի վաղ NBC News-ը հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը $700 միլիարդ Գրենլանդիան գնելու առաջարկ է պատրաստում։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտնել է, թե որքան գումար են ստացել սադրիչներն Իրանում ցույցերի ժամանակ մարդ սպանելու համար։ Եվ այսպես, անկարգություն հրահրողները մարդկանց սպանելու համար ստացել են $3500, գրեթե $1500 մեքենաներ այրելու եւ մոտ $500 ոստիկանական բաժանմունքներ հրկիզելու համար։ Միջազգային ասպարեզում իրավիճակն ավելի է վատթարանում, այս հայտարարությունն էլ արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով հակամարտությունները սրվում են, ի հայտ են գալիս նոր թեժկետեր։ Տոկիոյի մետրոյում էլեկտրամատակարարման խափանման պատճառով կուտակումներ են առաջացել, հազարավոր մարդիկ ստիպված են եղել ժամերով սպասել։ Հնդկաստանում բաց ծով է դուրս եկել ձեռքով պատրաստված փայտե նավ, 17-րդ ծովում անցկացնելուց հետո այն ժամանել է Օման։ Նավը կառուցվել է առանց մեխերի կամ մետաղական ամրակների։ Փայտե տախտակներն իրար են ամրացվել կոկոսի մանրաթելից պատրաստված պարանով եւ բնական խեժով։ Եվ վերջում, Չինաստանի գործարաններից մեկում աշխատակցի սխալը մեծ հաջողություն է բերել ընկերությանը։ Սկզբնապես նախատեսված է եղել, որ նոր տարվա թալիսման ձիուկ փափուկ խաղալիքը պետք է ունենա ուրախ ժպիտ։ Սակայն աշխատակցի սխալի պատճառով ձիուկների բերանները կարվել են դեպի վարողությամբ։ Տխուր ձիուկներն անսպասելի մեծ պահանջարկ են ունեցել, ինչի շնորհիվ գործարանի աշխատակիցները պարգևավճար են ստացել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։